Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հակոբ Կոջոյան, կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Երեմյան, դուք ղեկավարում եք կրթական հաստատություն, որտեղ աշխատողների գերակշիռ մասը կանայք են։ Մինչև կրթական հաստատության անցնելը կամ ներքաղաքական խնդիրներին անցնելը հենց այս հարցով եմ ուզում սկսել։ Արդյոք այսօր Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանված են։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ հատկապես մարտի 8-ի օրով, որովհետեւ այսօր կանանց միջազգային օրն է, կանանց տոնն է, ինձ համար մարտի 8-ը մայրության տոնն է։ Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանված են այնքանով, որքանով որ ամբողջ աշխարհում։ Ես կարծում եմ, որ կանայք առանձնապես իրավունքների պաշտպանության կարիք չունեն, եթե իրանք դաստիարակված են ճիշտ եւ իրանք կարողանում են գտնել իրենց ճիշտ տեղը, ինքնագնահատականը ցածր չէ եւ ունեն որոշակի կրթական ցենզ։ Նույն խնդիրը կա աշխարհի բոլոր երկրներում, պարզապես կան երկրներ, որտեղ դա ցուցադրական իրականացվում է, մեզ մոտ մի քիչ այլ կերպ ենք մոտենում այդ խնդիրներին։ Կանանց իրավունքները շատ լայն հասկացություն է։ Այո, կան ոլորտներ, որտեղ պաշտպանված չէ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, հասարակության մեջ կան տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ, օրինակ կախվածություններ ունեցող քաղաքացիներ եւ այլն, որոնց հետ շփման ժամանակ գուցե կանանց իրավունքները պաշտպանված չեն, բայց աշխատանքային օրենսգրքի տեսանկյունից պիտի ասեմ, որ վերջին լավարկումների արդյունքում կանանց իրավունքները շատ բարձր մակարդակի վրա են։ Պարզապես մեր հասարակության կին ներկայացուցիչները պիտի իմանան իրենց իրավունքները եւ առանձնապես պաշտպանության կարիք չեն ունեն այդ դեպքում։ Որովհետև լինում են հասարակական կազմակերպություններ, որոնք պարբերաբար հայտարարում են, որ մեզ մոտ ոտնահարվում են կանանց իրավունքները, որ չգիտեմ, սա է լինում, բռնության են ենթարկվում, օրենքները պետք է ավելի խիստ լինեն։ Գիտեք, որքան էլ որ մենք խոսենք օրենքների խստության մասին, եթե մարդը չգիտի իր իրավունքները եւ չի էլ ուզում իմանալ, դու չես կարող իր իրավունքները պաշտպանել եւ պետությունը չի կարող կանգնել ամեն քաղաքացու տան դիմաց կամ կողքի հարևանի դռան առաջ, որպեսզի պաշտպանի հիշյալ քաղաքացու իրավունքը։ Յուրաքանչյուր քաղաքացի նախ ինքն է պարտավոր իմանալ իր իրավունքները եւ պաշտպանել իր իրավունքները։ Այո, կան ոլորտներ, որտեղ գուցե եւ հենց համակարգող ղեկավարները կամ քաղաքացիները կամ որոշակի ոլորտների համակարգումն իրականացնող անձինք իրենք էլ դրանից տեղյակ չեն, բայց այստեղ նորից գալիս են կրթական ցենզին։ Մենք կրթվելու, լուրջ կրթվելու կարիք ունենք, եւ այդ կրթությունը միայն դպրոցում չէ, մենք ոչ ֆորմալ կրթության կարիք ունենք։ Կրթվելը նորաձև է։ Այո։ Կրթվելը ոչ միայն նորաձև է, կրթվելը պարտադիր է, կրթվելը անհրաժեշտ է եւ ինքնակրթվելը եւս չէ։ Ինքնակրթվելը դա մեզանից յուրաքանչյուրի անհատական պարտքն է։ 21-րդ դարում, երբ որ կա հրաշալի մրցակցություն, եթե դու քո կրթության վրա չաշխատես, եթե դու անընդհատ չինքնակրթվես, դու չես կարող որևէ ոլորտ ղեկավարել կամ լինել որևէ ասպարեզում։ Դու ամենօրյա կրթության կարիք ունես։ Նախ դու ինքդ պիտի սովորես, որ կարողանաս սովորեցնել։ Ինքդ պիտի սովորես, որ կարողանաս սովորեցնողի կողքին լինել։ Այստեղ շատ փոխկապակցված են, իսկ կրթվելը իսկապես նորաձև է, պիտի դառնա նորաձև, որովհետև քանի դեռ մենք մեր հասարակության մեջ ունենք մի սերունդ, որը նորից վերադառնալով ցավոք նախկին ժամանակներին, որտեղ ես 33 տարվա մանկավարժական աշխատանքային գործունեության ստաժ ունեմ, երբ որ ես հիշում եմ, թե ինչ էր կատարվում կրթական հաստատություններում եւ ինչպես էին երեխաները դպրոցները ավարտում, ես հասկանում եմ, որ այսօր այդ կրթություն չստացած ծնողները իրենք ծնող են եւ իրենք դեռ պիտի կրթվեն։ Մենք բոլորս պիտի կրթվենք։ Ինչպես էին ավարտում դպրոցը, Տիկին Երեմյանը, ես էլ շատ լավ գիտեմ, որովհետև ես տեսնում եի օրինակ, որ մարդը, որ ընդհանրապես դպրոց չէր հաճախում կամ շատ վատ գնահատականներ ուներ, վերջում շատ լավ գնահատականներով ատեստատ էր ստանում։ Ցավոք պիտի շատ մեծ ցավով պիտի ասեմ, որ բոլորս էլ գիտենք ինչպես էին դպրոցն ավարտում։ 12-րդ դասարանում, որը նախկինում 10-րդ դասարանն էր, դպրոց չէին գնում։ Դրա համար կար խնամի, ծանոթ, բարեկամ եւ նաեւ կոռուպցիոն
մեխանիզմ, վճարում էին որոշակի գումար, չէին գնում դպրոց։ Մատյանները տնօրենների սենյակներում էին, հիմա գիտեք էլեկտրոնային մատյաններ են, որևէ ոչինչ չես կարող փոխել անմիջապես կտակի մեր գործընկերները, նախարարությունը դրանից կարող են տեղեկացված լինել, այսինքն իրենք դա տեսնում են, փոխված գնահատական են տեսնում, դու չես կարող նման բան անել, իսկ այն ժամանակ թղթի վրա մատյաներ ջնջումները անում էին, դրա համար նկատողություն էին ստանում, մեկ էլ 3-ները 5-եր էին դառնում, ավարտում էին գերազանց, գնում էին բուհերում մենք գիտեինք ինչպես էին սովորում, կաշառք էին տալիս, որ չսովորեին, անգամ դեպքեր էին լինում, որ ծխախոտ էին տանում մեծ տուփով, իրանք ստուգարքը կամ քննությունը ստանում էին, դրա մասին բոլորս գիտեին։ Ես բենզին էլ գիտեմ, ժավել էլ Ամեն ինչ գիտեմ։ տեղի էր ունենում եւ դա այն սերունդը, որ այդ կրթական համակարգով է անցել, ինքը այսօր ծնողը եւ իրեն պիտի նախ կրթենք, ինքը պիտի հասկանա, որ ինքը պիտի կրթվի։ Տիկին Երեմյան, իմ գործընկերներից մեկը, երբ իմացա, որ դուք եք իմ հաղորդման հյուրը, ասաց, որ այն ամեն ինչի մասին դուք բարձրաձայնում եք, իրական այդ խնդիրները ժամանակին եղել են, բայց մի խնդիր կա, որ ըստ իրեն եւ նախկինում է եղել եւ հիմա էլ կարծես թե կա եւ այսպեսի մի հարց. արդյոք պետք է մանկավարժի երեխան սովորի այն դպրոցում, որտեղ աշխատում է, ենթադրենք, իր մայրը կամ հայրը, որովհետեւ շատ հաճախ ասում են, որ մանկավարժների երեխաները արտոնյալներ են լինում դպրոցներում։ Ես այստեղ թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվեմ, ես կարծում եմ մանկավարժի երեխան, եթե սովորում է ծնողներու այն դպրոցում, որտեղ աշխատում են իր ծնողները, ինքը հակառակը, ինքը երբեմն շատ ավելի մեծ ճնշումների է ենթարկվում, որովհետև եւ բոլոր ուսուցիչները եւ ընկերները իր նկատմամբ այլ վերաբերմունք են ունենում։ Ուսուցիչները համարում են, որ իրենց կոլեգայի երեխան իրավունք չուներ դասը չսովորելու կամ անպատրաստ գալու կամ այսինչ կամ այնինչ արարքը անելու, ընկերները համարում են, որ իր նկատմամբ կա մեկ այլ վերաբերմունք եւ այդ երեխաները հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում։ Ամեն դեպքում խնդիրը լինում է, էլի։ Այո, լինում են խնդիրներ, բայց կտրականապես ասել, որ երեխան պիտի ծնողի դասավանդած դպրոցում չսովորի, դա սխալ մոտեցում է, որովհետեւ նախ նորից գալիս են անհատներին։ Իսկ հնարավոր չէ պատկերացնել, որ երեխան կարող է առողջ սովորել, չտարբերվել որևէ մեկից։ Մենք արդեն ունենք այսպես նախապաշարումներ, որ եթե ծնողը այնտեղ է, իր երեխայի նկատմամբ պիտի տարբերակված մոտեցում լինի։ Իրականում այդպես չէ։ Դուք մեր նախորդ զրույցներից մեկում ասացիք, որ դուք ամեն ինչ անում եք, որ աշակերտը պահպանի իր եսը, աշակերտը պետք է ունենա իր եսը։ Այո։ Եվ այս դեպքում դա ամենակարևոր բանն է, որովհետև հենց այդ եսը ձևավորվում է կրթական հաստատությունում։ Ընդհանրապես բոլոր դպրոցների խնդիրը առաջին հերթին պիտի լինի երեխաների եսի պահպանումն ու կայացումը, որովհետև եթե մենք երեխայի եսը, եթե մենք բոլորին միանման դարձնենք, կյանքը շատ անգույն եւ անհետաքրքիր կլինի։ Մեր խնդիրը պիտի լինի այո եսի պահպանումը եւ այդ եսի զարգացումը։ Ուրիշ տարբերակ չկա, հասարակության մեջ որևէ մեկս մյուսին նման չենք եւ հենց դրանում այդ գունագեղությունը, հետաքրքրությունը, իսկ փոքրերին, եթե դու դնես նույն սանդղակի մեջ եւ փորձես նույն ճանապարհով իրենց մեծացնել, նախ դու կունենաս խեղված ճակատագրեր, երկրորդ անհետաքրքիր հասարակություն։ Տղամարդ ուսուցիչների պակասը զգացվում է դպրոցում, Տիկին Երեմյան, եւ այստեղ մի հարց միանգամից, որովհետեւ նախորդ իմ հյուրերից մեկը դերասանուհի Լիլի Էլբակյանն էր ասում էր, որ թատրոնում շատ ցածր է աշխատավարձը։ Արդյոք այդ աշխատավարձի խնդիրը չէ նաեւ պատճառը, որ այսօր հիմնականում կանայք են աշխատում դպրոցում։ Գիտեք, այսօր դպրոցներում ի շնորհակալություն, ի պատիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կա տարբերակ աշխատավարձը բարձրացնելու եւ կամավոր ատեստավորման արդյունքում այս տարի մեր կրթահամալիրի թվով 12 ուսուցիչ շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Կան ուսուցիչներ, ովքեր ինձանից էլ բարձր են ստանում եւ դա ինձ համար պատիվ է։ Ասել, որ ցածր է հարաբերական է։ Կոնկրետ մեր կրթահամալիրում մենք մոտ 15 տղամարդ ուսուցիչ ունենք, որովհետև քանդակ, թատրոն, կերպարվեստ, ռազմագիտություն, պատմություն առարկայի մենք տղամարդու պակաս չունենք, որտեղ մեր առարկաներն են հետաքրքիր եւ այո, այդ ոլորտը դիզայնի ուսուցիչն է մեր տղամարդ,
Այսինքն մենք այդ խնդիրը չունենք, բայց դպրոցներում այդ խնդիրը կա։ Ես շատ եմ մտածել այդ մասին, ես կարծում եմ ավելի շուտ դա պայմանավորված է ոչ թե աշխատավարձի ցածր կամ բարձր լինելով, այլ երեխայի հետ աշխատելու հմտությունները կանանց մոտ ավելի զարգացած են, որտեղ կինը նաև ընտանիքում է երեխա դաստիարակում, կինը մայր է, այդ մայրական բնածներն էլ են օգնում երեխայի հետ ստեղծել հուզական կապ եւ այդ ճանապարհով նաև նպաստել նրա կրթության որակի բարձրացմանը։ Տիկին Երեմյան, ի վերջո իրական թե պատմական Հայաստան։ Իրական Հայաստան։ Անցնենք քաղաքական թեմաներին։ Իրական Հայաստան։ Ինչու։ Գիտեք, ես զուր չասացի, որ 33 տարի աշխատում եմ դպրոցում։ 33 տարի ես կրթական համակարգի մեջ գտնվելով ամեն անգամ ինձ հարց եմ տվել, ինչու են երեխաներին խաբում։ Ինչու ենք դաստիարակում մի սերունդ, որի հետ անկեղծ չենք։ Այսինքն, եթե ասում ենք պատմական Հայաստան, խաբում ենք կամ անկեղծ չենք։ Ոչ, դրա մասին չէ խոսքը։ Մենք պիտի իմանանք պատմական Հայաստանը, մենք պիտի դաս քաղենք պատմական Հայաստանի անցած պատմական քարոզիների փորձություններից, բայց պիտի երեխան ապրի իրական ժամանակում, իրական արժեքներով, իրական մարտահրավերներին պատրաստ լինի։ Երբ որ մենք խառնում ենք մեկը մյուսի հետ, դրա համար առաջանում է այս աղմուկը, որտեղ մարդիկ չեն հասկանում, որ իրական Հայաստանի հիմքում պատմական Հայաստանն է, մտածողության տեսանք մենք դրա կրողն ենք, բայց ես ուզում եմ, որ նոր սերունդը իրական Հայաստանի գաղափարով մեծանա, որ նոր սերունդը չխմի բանակի կենացը եւ չխուսափի բանակ գնալուց։ Ես ուզում եմ, որ նոր սերունդը գիտակցի, որ ինքը պիտի հարկ վճարողը լինի եւ ինքը այսօր հարկ է վճարում, որ վաղը իր ծնողը թոշակ ստանա։ Ես ուզում եմ, որ նոր սերունդը հասկանա ինչ ասել է ազգ եւ ժողովուրդ, ինչ ասել է պետություն։ Ես ուզում եմ, որ նոր սերունդը դողա Հայաստանի Հանրապետության ամեն մի սանտիմետրի, ամեն մի միլիմետրի համար։ Ես ուզում եմ, որ նոր սերունդը գիտակցի մեր պատմական, պատմաշխարհագրական տեղի բարդությունները, դրա առավելությունները եւ պատրաստ լինի ընդունել ժամանակի մարտահրավերները։ Ես չեմ ուզում, որ ինքը ուրիշ բաների վրա էներգիա ու ժամանակ ծախսի, ինքը դա իմանալու է եւ հայոց պատմությունը, Հայաստանի պատմությունը անհիշելի ժամանակներից սովորելով գալու է, բայց ես ուզում եմ, որ ինքը իրական Հայաստանով ապրի, երբ որ ինքը ասի ես Հայաստանի Հանրապետությունն եմ, ինքը հպարտանա դրանով, ոչ թե ես պատմական Հայաստանն եմ, ես Հայաստանի Հանրապետությունն եմ։ Եվ ասեմ ավելին, այս տարի մեր կրթահամալիրի 12-րդ դասարանցիների դիպլոմային աշխատանքների թեմաները հենց այս խորագիրը ունեն։ Իրական Հայաստանի։ Ես Հայաստանի Հանրապետությունն եմ։ Ինչպես մենք խոսելիս, ես խոսելիս ասում եմ, ես Ռուզաննա Երեմյանն եմ, իրենք էլ ասում են, ես Հայաստանի Հանրապետությունն եմ։ Տիկին Երեմյան, դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես երկրի լավագույն կրթական հաստատություններից մեկի ղեկավար, ես վստահ եմ, որ ամեն դեպքում հետևում եք նաև քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, վերջերս նաև Հանրապետության երկրորդ նախագահի մամուլի ասուլիսն էր եւ շատ խոսվում է այդ մեղրի պլանի հետ կապված։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը ոչ է ասել այդ պլանին, մեղրի տարբերակին, ոչ այո։ Ես ուզում եմ ընդհանրապես դուք հետևում եք այդ իրադարձությունների զարգացմանը, կխնդրեի մի փոքր մեկնաբանեք։ Ես քաղաքական բոլոր իրադարձություններին հետևում եմ, որովհետև ես համարում եմ, որ կրթությամբ զբաղվող մարդը պիտի ծանոթ լինի ամեն ինչին։ Կոնկրետ ձեր հիշատակած անձին ցավոք չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ես համարում եմ, որ իմ կյանքի լավագույն տարիները, երբ որ ես պիտի ստեղծագործեի, երբ որ ես պիտի շատ ու շատ բաներ անեի, ես ծախսել եմ արդարության համար կռիվ տալով, փողոցներում լինելով, միտինգների մասնակցելով, այդ 2008 թվականի կրակոցների տակ գտնվելով, անմիջական գտնվելով։ Ես համարում եմ, որ այդ իմ կյանքի լավագույն տարիները հիշյալ անձի պատճառով ես կորցրել եմ։
Եվ բացի ինձանից իմ հազարավոր ընկերներ լքել են Հայաստանի Հանրապետությունը միայն տվյալ անձի կառավարման շրջանում։ Ես իրեն չեմ ուզում անդրադառնալ։ Ես մի բան գիտեմ, որ իրական Հայաստանի տեսլականը կրող որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ոչ մի սանտիմետր որևէ մեկին չի զիջելու։ Բայց իրենք շատ հաճախ հայտարարում են հենց ձեր ասած, որին չեք ուզում անդրադառնալ ամեն դեպքում նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ հակառակը հիմա է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ այսպես ասած զիջումներ անել Սյունիքով միջանցք տրամադրել, չնայած Հայաստանի Հանրապետության վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ չկա առհասարակ նման խոսակցություն, միջանցքային տրամաբանությունը բացառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, ուզում եմ այստեղ մի բան ասել։ Մի դիպուկ օրինակ եմ ուզում բերել, վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը իր Facebook-յան էջով գրառում էր արել համընդհանուր հայտարարագրման արդյունքում, որ որոշակի գումար արդեն քաղաքացիներին հետ վերադարձ է եղել, եւ ես մտա մեկնաբանությունների դաշտը եւ շոկի ենթարկվեցի։ Մեկնաբանությունները մեկը մյուսից սարսափելի էին։ Այսինքն ինչ մեկնաբանություն։ Գիտության, լեքսիկոնի, բառապաշարի զրո մակարդակ։ Ես տակը գրառում արեցի, որ հարգելի քաղաքացիներ, վարչապետը չի ստում, ես այն քաղաքացիներից մեկն եմ, ով ստացել է, ետ վերադարձ է ստացել եւ դրա հաշվին վճարել է իր տղայի ուսման վարձը։ Եվ դուք չեք պատկերացնի արդեն ինձ ուղված մեկնաբանությունները ինչպիսին էին, եւ ամեն երկրորդ քաղաքացին հարցնում էր, որ ինչպես, մյուսներն էլ ասում էին, որ ես սուտ եմ ասում։ Հիմա մենք նորից գալիս ենք կրթական ցենզին։ Գիտեք, ամեն ինչ կարող են ասել։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները չունեն էմոցիաների կառավարման հմտություն։ Մենք այնպիսի ժողովուրդ ենք ցավոք, որ էմոցիաներով է ապրում։ Զգայականը մեզ մոտ շատ բարձր է։ Եվ եթե մենք ունենանք որոշակի կրթական ցենզ, կարդացածը հասկանալու, մենք ուղղակի կվերցնենք, կկարդանք, կհասկանանք ինչի մասին է խոսքը, ի վերջո ազգային ժողովը մի մեծ լսումներ էր կազմակերպել այս թեմայով, եւ նույն հարցը 150 անգամ տրվում էր, 150 անգամ տրվում էր պատասխանը, որպեսզի քաղաքացիներին հասկանալի լինի։ Մեր քաղաքացիները չեն սովորում, մեր քաղաքացիները կարդում են, չեն հասկանում։ Մեր քաղաքացիները գիտեն, որ իրենք տառերը գիտեն, ուրեմն Սոկրատեսին կամ Արիստոտելին համարժեք մտքեր պիտի գրեն։ Գիտեք, կրթությունը հենց դրանով է կարևոր։ Այն որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ահռելի գումարներ է ներդնում մանկապարտեզների, դպրոցների կառուցման մեջ, այն որ բարեփոխումները մեկը մյուսին հետևում են, լաբորատորիաները վերազինվում են, երեխաների համար ամեն ինչ արվում է, հենց դա է պետության հիմքը։ Եվ պատասխանել ամեն երկրորդ քաղաքացուն ասել, որ մեղրին չեն հանձնում, որ համընդհանուր ֆինանսների այդ հայտարարագրումը ձեզանից ավել գումար չի ուզում, հակառակը ձեզ ուզում է վերադարձնել որևէ մի բան, այն որ ամեն բառին դու պիտի պատասխանես, այստեղ մենք չենք կարող 3 միլիոն հայի պատասխանել։ 3 միլիոնից գոնե 500,000-ը պիտի ակտիվ զբաղվի իր կրթությամբ, որ կարողանային 2 միլիոն 250 հազարին ամեն օրվա կտրվածքով ասել ոչ թե պատասխանել, այլ ուղարկել հղումը։ Այսա կարդա, այսա մի հատ նայի, այստեղ գտիր տեղեկատվությունը։ Մեր ժողովուրդը չունի մեդիագրագիտություն։ Եթե մենք մեդիագրագիտություն ունենանք, ամեն հասարակ բանից մենք տերորի չենք ենթարկվի։ Դրա համար հեշտ է ժողովրդի այդ հատվածին, այսպես ասած, մոլորեցնել։ Շատ մեծ մասին։ Չեք տեսնում, այստեղ խնդիրը այն է նաև, որ մեզ մոտ շատ կարևորվում է, այսպես ասած, սոցիալական հարթակները, օրինակ նկատում ենք, չէ՞, սրճարանում նստած են երկու հոգի, բայց յուրաքանչյուր, այսպես ասած, հեռախոսի մեջ է, կամ Facebook-ում է, կամ Instagram-ում է, այդպես ասած, շփվելու կուլտուրան է վերանում, որովհետև կարևորվում է Facebook-ը, կարևորվում է TikTok-ը, Instagram-ը, այդ կախվածություն է առաջացել։ Եվ բացի այն, որ կախվածություն է առաջացել, կարելի է հանգիստ մի վերնագրով
մի ամբողջ հասարակության ուշադրությունը գրավել։ Ես այստեղ նաև մեր լրագրողական համայնքի հմտությունների վրա եմ երբեմն զարմանում, որովհետև չեղած տեղից այնպիսի վերնագրեր են դնում, որ ակամայից մտնում ես, կարդում ես, դու ծիծաղում ես, բայց դիմացի մարդը նյութը չի կարդում է վերնագիրը եւ մեդիա տերորը պատրաստ է։ Մենք կրթվելու կարիք ունենք։ Պատահական չի, որ հիմա դպրոցներում մեդիա գրագիտությանը շատ մեծ ուշադրություն է դարձվում։ Ի վերջո հանրակրթության պետական նոր չափորոշիչները կարողունակությունների վրա են հիմնված։ Ի վերջո մենք երեխաների հետ բոլոր դպրոցները, ես կարծում եմ, աշխատում են տեղեկատվության ճիշտ աղբյուրներ գտնելու, դրանք ստուգելու, հմտություններ սովորեցնել երեխաներին, բայց մենք երեխաների հետ ենք աշխատում։ Մենք երկար ուրեմն պիտի սպասենք, որ այս երեխաները դառնան ապագայի քաղաքացիներ, ծնողներ, որ իրենք ինչ որ որակական բան փոխեն։ Մենք այդքան ժամանակ չունենք, մենք դրա իրավունքը չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք ամեն օր, ամեն մեկս մեր տեղում աշխատել եւ մեր ունեցած տեղեկատվությունը, մեր ունեցած գիտելիքները կիսվել մյուսների հետ, բայց չգիտեմ որքանով դա մեզ կհաջողվի։ Կարծես թե հաջողվում է։ Ամեն դեպքում, եթե նայում ենք, որովհետև կրթական հաստատությունների դերը շատ կարևոր է, չնայած դպրոցներն են մեկը մյուսից տարբերվում, հենց նաև մանկավարժների կամ գուցե նաև ղեկավարների պատճառով կամ շնորհիվ, բայց ամեն ինչ գալիս է նաև կրթական հաստատություններից։ Գիտեք, այս պահին, այո, կարող է նաև դպրոցները տարբերվում են։ Այն, որ պետական քաղաքականությունը ուսումնական հաստատությունների համար նույն օրինակ է, այստեղ մենք այլ բան ասել չենք կարող, իսկապես այդպես է։ Եվ գուցե մի տեղում ավելին է հաջողվում, մյուս տեղում քիչ պակաս, դա էլ պիտի հաշվի առնենք, որ հանրակրթության պետական չափորոշիչները դրանք նոր հմտություններ են պահանջում ոչ միայն երեխաներից, նաև ուսուցիչներից։ Մենք պիտի ժամանակ տանք, որ մեր ուսուցիչները այդ ճանապարհը անցնեն եւ պիտի իրենց կողքին լինենք, պիտի գովաբանենք, պիտի ասենք, որ լավ է, պիտի նրանց քաջալերենք։ Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած նոր գործ սկսած քաղաքացուն ենք մենք ասում, չէ՞ որ բազմահազարանոց ուսուցչական համակազմը նոր հմտություններ է կիրառում։ Պիտի իրեն գովենք ու ասենք շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Հակոբ Կոջոյան, կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։